գտնենք, երբ որ փոխվի նոր արագ Հետո Տիկին Անդրեասյան, իսկականից այս շատ կարևոր է, որ մենք աշակերտների հետ հարցումային աշխատանք տանենք էլի։ Ընդհանուր նրանից ասենք կարող է երեխեքը փոխվել է, հարմար չի, կարող աննշան բաներ փոխելու արդյունքում դա լրիվ այլ որակի միջավայր ստանանք։ Ստեղը պետք է աշխատել։ Երբ որ ասում եմ բասկետբոլի բազասրա, ինքը արդեն պիտի տակը իրան լցվի անում։ Զրոյից բասկետբոլի բազասրա ստեղծական հրաժեշտություն չունի։ Հայտնի ազգայնության հետ բասկետբոլի սրա։ Շատ լավ դեր շնորհակալ։ Երկրորդ հարկում դասահարվում, առաջի հարկում վերանորոգում։ Իմասան հանգույցները փոխվել է, դռները փոխված է որոշ թվերում, մարտական արդեն փոխվել է, այո։ Դեռ հատկացնենք փոխվելների պես կանենք, փոխենք այս պակետը կամանենք, իրան ինչ կբարձրացնենք, ու բանացած իրան իսկ կարող Դե հիմա բան Խաչատրյան, բանի հետ մարզադահլիճի հետ նորոգելուց հետո կարանք վստահ մեր բանի տողի մեջ գրենք Տեսական բան աչափեց, սա 5-ից մեկն է, որը մարզադահլիճը կա, դպրոցն նորոգելի է։ Ժանիկ նիհարելը, երբ որ մարդ նիհարում է, այդ լավ է, ոչ թե եթե մենք խոսում ենք ամբողջ Պետերբուրգից տնական ավանի բնակիչների կողմից։ Նույն տնական ավանի հեղափոխությունից հետո YouTube-ը մասն եմ եւ բնակարան պետք է ունենք։ Պարոն Ղազարյան, դուք գալիս տնական ավան, ասես։ Ես ձեզ մի բան ասեմ։ Հեղափոխության իմաստն ու նպատակը երբեք այն չի եղել, որ մարդկանց տներ բաժանի։ Հեղափոխության նպատակն եղել է այն, որ մարդկանց աջակցի, օգնի, դրթի, դնին վիճակի մեջ, որ մարդիկ իրանք աշխատեն, վաստակեն, պետության հարկերը վճարեն եւ իրանք համար բնակարան ձեռք բերեն։ Ես նոր էլ որ մտա, ասում էի ես այդ մարդկանց հետ խոսակցության տպավորության տակ ճանապարհին մտածում էի, բա մենք այդ մարդկանց համար ամենաճիշտ ձևը ինչը կլներ, ամենաճիշտ ձևը, ասում եմ կլներ, որ մենք այդ մարդկանց երեխեքի համար նորմալ կրթություն կարենանք ապահովենք, որ այս երեխեքը մեծանան, իրանց աշխատանքով վաստակեն, իրանց տունը առնեն։ Վասի իհարկե սա բան շատ լավատեսական չի հնչում այն մարդկանց համար, ովքեր արդեն 40, 50, 60, 70 տարեկան են, բայց հիմա եթե մենք այդ բանաձևի սկզբանե դրածը գնեին, ձեզնից շատերը եւ կամ ձեր երեխեքը արդեն տուն առած կլինեն, այս տնակներից դուրս եկած։